Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Ակրե ազգային քաղաքացիական միավորման անդամ միջազգային agent Մեննուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր հրավիրելու համար։ Խոսենք ստեղծված իրավիճակից, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված, որովհետև հարցը ոչ միայն իրանցն է, այլ նաև այն գործողությունները, որոնք հաջորդելու են եւ այն ծրագիրը, որը կա իշխանության կողմից, Փաշինյանի կողմից մասնավորապես, քանի որ ընտրություններից առաջ արդեն իսկ ինքը անոնսել էր, որ 3 ընդդիմադիր ուժերը պետք է կալանավորվեն եւ հիմա Գագիկ Ծառուկյանից է սկսվել։ Գործողությունները, որ արվեցին, ինչպես կբնութագրեք, նաև նրան բերման ենթարկելու կադրերը տեսանք, որ միտումնավոր նրան գետնին էին պարկացնում, այն դեպքում, երբ որ ինքը մոտենում է, որպեսզի իրեն ձերբակալեն, ինչ բացատրություն ունի եւ նաեւ առյուծի դեպքն է շատ քննարկվում, որ փաստացի նաեւ վրեժխնդիր են կարծես թե ուզում լինել այս կերպ նաեւ իր կենթանիների միջոցով։ Այո, հարցը բնականաբար Ծառուկյանի անձը չէ բացարձակ, այստեղ շատ խորքային հարցեր կան։ Մեկը Հայաստանի Հանրապետության պետական քաղաքական համակարգի հարցն է, մեկը Հայաստանի տնտեսության եւ ներդրումային գրավչության հարցն է, մյուսը պարզապես մարդու իրավունքների, տարական իրավունքների հարցն է։ Գանք այդ վերջինից, մարդու տարական իրավունքներից, այսինքն եթե տնտեսական բնույթի առերևույթ հանցագործության կամ զանցանքի համար դուք մարդուն ձերբակալում եք, այդպիսի անմարդկային վերաբերմունքի արժանացնելով եւ դրա հետ կապված մենք ոչինչ չենք տեսնում, ես չգիտեմ, հետ փորձեցի լսել, ես մարդու իրավունքների պաշտպանի արձագանք չլսեցի։ Դեռևս չկա, այո։ Այս դեպքի վերաբերյալ մասնավորապես տնտեսական գրավչության հետ կապված ես պատկերացնում եմ բոլոր այն գործարարներին, ովքեր որ պատրաստվում են ներդրում անել Հայաստանում կամ ուզում են կամ մտքով անցել են։ Չնայած Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում ամբողջ 8 եւ ավելի տարիների ընթացքում Հայաստանում մեկ խոշոր բիզնես պրոյեկտ է եղել, մեկ խոշոր ներդրում է եղել ընդհանրապես, Մայլերի ներդրումն է եղել։ Ուրիշ խոշոր բիզնես ներդրում, խոշոր ներդրում չի եղել։ Պատճառներից մեկը հենց այդ է, Փաշինյանի անձն է եւ նրա ոճը կառավարման, որ քաղաքական շարժառիթներով, քաղաքական նպատակահարմարություններով նա կարող է ինչ ասես անել։ Տվյալ դեպքում մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք սեփականության իրավունքից զրկելու։ Ունեզրկելու մասին էր ասում, եւ հիմա դա է արվում։ Առաջ ուրեմն տեսանք նաեւ հեծը, երբ որ Սամվել Կարապետյանն որպես ուրեմն պետականացնել անվան տակ, բռնազավթում են փաստորեն։ Եվ սա շատ լուրջ սիգնալ է գործարար համայնքին, դա նշանակում է, որ իրենք այն մասը, որոնք որ հիմա գոնե կամ լռում են, կամ իրեն աջակցում են, իրենք հասկանում են, որ այսպես երկար չի լինի։ Հետո ժամանակ է գալու, որ իրենց էլ է պահանջներ առաջադրելու, տարբեր տիպի պահանջներ առաջադրելու, ֆինանսավորումներ է ուզելու եւ այլն, եւ չկատարելու դեպքում իրենք հասկանալու են, թե իրենց հետ ինչ է կատարվելու։ Նման պարագայում, որտեղ որ կա անազատություն, որտեղ որ կա բռնաճնշում, բիզնեսը այդտեղից հեռանում է, բիզնեսը այդտեղ երկար չի մնում։ Հատկապես խոսքը խոշոր բիզնեսի մասին է։ Հատկապես նա խոշոր գործարար է, տարբեր կապեր ունի, նաեւ միջազգային ընկերություններում, նաեւ այսօր Իրանի դեսպանները այդ մասին խոսում։ Այո։ Եվ երրորդ ի վերջո, այո, որովհետեւ ասեն քաղաքական են պատճառները։ Հա, բնականաբար քաղաքական է պատճառները։ Հիմա այս ամբողջը, երբ որ մենք նայում ենք, հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի։ Հանրապետություն որպես կառավարման ձև, այդպեսին, որպես պետական կարգ հանրապետություն գոյություն չունի։ Սա ուրեմն մենք ունենք թղթի վրա ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն, իրականում սա միապետություն է կամ չգիտեմ ինչ է, որտեղ բոլորը եւ ամեն ինչ ենթարկվում են մեկ մարդու քմահաճույքներին։ Հիմա ինչու հիշեցին Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ քաղաքական հայտ ներկայացրեց, որոշեց մասնակցել ընտրություններին, այսինքն եթե խարդախության մեջ է նա եւ փողերի լվացման մեջ է, հիմա նոր բացահայտվեց այդ ամենը։ Հիմա հարցը, երբ որ տալիս ենք այդպես ռետորական, ինչու Գագիկ Ծառուկյանը, չկան այլ գործարարներ, ովքեր որ տարբեր գործերով են անցնում, ովքեր որ իրենց հարկային պարտավորությունների հետ կապված, փողերի լվացման հետ կապված, չգիտեմ, տարբեր տնտեսական բնույթի խնդիրներ չունեն արդյոք այդ մարդիկ։ Բնականաբար կան, բայց նրանց է ներելի այնքանով, որքանով այո իրենց հետ են։ Ծառուկյանը հայտ ներկայացրեց քաղաքական,
այսինքն հայտ ներկայացրել է շատ ավելի շուտ Վանիկ Ծառուկյանը։ Պարզապես հռետորաբանությունը երևի ըստ էության Փաշինյանին դուր չեկավ, բայց դա հարցի մեկ կողմն է, նա ունի այդպիսի հակում, որ թուլացնել եւ մինչեւ վերջ խեղդել, մինչեւ վերջ այսպես ճզմել, հա, ընդդիմություն չթողնելու։ Ինչ է անում այսօր Փաշինյանը։ Փաշինյանը այսօր վերացնում է ընդդիմության ինստիտուտը Հայաստանում։ Ես դրա համար եմ նաեւ ասում, որ Հայաստանի Հանրապետություն փաստացի գոյություն չունի, որտեղ հանրապետությունը ժողովրդի իշխանություն է։ Ժողովրդի իշխանություն նշանակում է, որ ժողովուրդը չի կարող բոլոր հարցերում միաձայն լինել։ Պետք է լինի եւ իշխանություն, պետք է լինի եւ ընդդիմություն։ Ինչ է արվում այսօր ընդդիմությանը? Այսօր ընդդիմությանը վերացնում են ինստիտուցիոնալ առումով փորձում են ընդդիմությունը վերացնել։ Այսինքն ղեկավարներին, առաջատար ուժերին կալանավորելով Օրինակ Ավետիք Չալաբյանին։ Օրինակ Ավետիք Չալաբյանին, այո, մենք թեև մեծ ուժ չենք ներկայացնում մեզնից, փոքր կազմակերպված ուժ ենք, բայց մեր առաջնորդին, մեր համակարգողին, հայաքվեի համակարգողին շինծ ու ծայրից ծայր շինծ ու գործ կարելով նրա վրա եւ նրան բանտարկելով, ազատազրկելով փորձում են քանդել մեզ, որովհետեւ այս ընթացքում մենք իրենց շատ գլխացավանք ենք պատճառել։ Մենք երկրին օգուտ ենք փորձել բերել, բայց նաև իրենք դրանով գլխացավանք ենք պատճառել։ Մենք դիտորդական մեծ առաքելություններ ենք իրականացրել եւ պաշտպանել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն եւ իրենց համար խնդիրներ ենք ստեղծել, որովհետեւ իրենց մեքենայություններն ու ապօրինությունները վերհանել ենք մասնավորապես դա։ Մենք ակտիվ հանդես ենք եկել եկեղեցու պաշտպանության դիրքերից, երբ որ իրականացվում էր հակաեկեղեցական այդ կեղտոտ արշավը, մենք բազմաթիվ դրվագներով իրենց գործած ապօրինությունները, Փաշինյանի կոնկրետ գործած ապօրինությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ ենք ներկայացրել, հաղորդումներ, որոնք թեև հասկանալի պատճառներով պատշաճ ընթացք չեն ստացել, բայց այնպես չի, որ քնել մնացել են այդ ամեն ինչը, եւ ժամանակ է գալու, որ դրանք այդ ընթացքը ստանալու են։ Եվ այսպիսով մենք մեր փոքր, բայց կազմակերպված ձևով կարողացել ենք նաև իրենց համար որոշակի խնդիրներ ստեղծել եւ այդպիսի վրեժխնդրություններ են տեղի ունենում։ Մայր Հայաստանը բոլոր, այսինքն ուզում է քանդել ընդդիմության ինստիտուտը։ Ինչպես է դա հնարավոր։ Դե հնարավոր է։ Դե հենց ինչ որ արվում է հնարավոր է, հենց այդպես էլ արվում է։ Այսինքն իրական ընդդիմությանը վերացնել, լռեցնել, վախեցնել, գործեր հարուցել, բանտարկել, մարդկանց աշխատանքից ազատել, այսինքն անել ամեն ինչ, որ կազմակերպված ձևով ընդդիմադիր ուժեր գործունեություն, քաղաքական գործունեություն չծավալեն։ Լինեն վերահսկելիները եւ լինեն իրենց գրպանայինները։ Այսինքն բնականաբար նա չի կարող հայտարարել, որ ՔՊ-ից բացի այլ կուսակցություն չկա, դա լրիվ այդպես բոլշևիկյան ժամանակի մեթոդ կլիներ, ինչպես որ 100 տարի առաջ էր։ Բովանդակային առումով սակայն մեծ տարբերություն չկա, մեթոդների առումով մի փոքր այդպես ժամանակակից փաթեթավորմամբ է բոլշևիկյան տերորը ներկայացվում ամբողջ աշխարհին։ Հիմա երբ դուք ասում եք, որ գլխացավանք է ընդդիմությունը Փաշինյանի համար, բայց մեծ մասամբ նա կարողանում է մենք ենք գլխացավանք պատճառում, բայց ընդհանուր առմամբ այո։ Բայց նա կարողանում է ամեն դեպքում ինչ ծրագրել է իրականացնել, մինչ օրս ինչ որ ծրագրել է իրականացրել է եւ այլ վերընտրվել է եւ անհասկանալի են գործողությունները, որոնք նա շարունակում է անել։ Այսինքն ինքը արժևում նոր խնդիրներ ունի լուծելու եւ իսկապես խանգարում են այս ուժերը նրանց։ Դուք ճիշտ եք, որ հիմնականում ճիշտ եք ասում, որ ինչ ծրագրել է իրականացրել է, բայց ինչպես է իրականացրել, ինչ գին է դա իր վրա արժեցել, դրա համար ինչ է վճարել ինքը, դրա համար ինչ խնդիրների առաջ է կանգնել, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս։ Այդ ամբողջ ընթացքում ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը թեկուզ ոչ գոհացուցիչ չափով, ոչ այդքան համախոհ, ոչ այդքան ներդաշնակ երբեմն, բայց իր համար խնդիրներ ստեղծել են։ Եկեք հիշենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը 2024 թվականին։ Ինքը խնդիրներ ունեցավ, ինքը տեսավ, որ այդպես ամեն ինչ հեշտ, հաշտ ու հարթ, հանգիստ չի կարող իրականացնել եւ վերջին ընտրությունները, որոնք որ անցան աննախադեպ տերորի պայմաններում, նկատի ունեմ մարդկանց վախեցնելու հանգամանքը, վախեցնելը, ճնշումները, ձերբակալությունները, այս ամեն ինչը
եւ այս պարագայում նա տեսավ, որ ժողովրդի մեծամասնությունը իրեն իր հետ համաձայն չէ, իրեն չի ուզում, իր խոստացած խաղաղությունը լուրջ չի համարում, իր ծրագրերը չի ընդունում, հա, եւ այս ամեն ինչը թեև դրա համար է նա այսօր փաստացի 49% ունենալով հանդերձ արդեն անցել է լեգիտիմության ու լեգալության բոլոր սահմանները եւ իրեն է վերագրում մանդատների 3/5-ը փաստորեն իրականացնելով պետության ուզուրպացիա, պետական իշխանության Դե բայց իրենք ոգևորված են, ասում են 700,000 մարդ մեզ ընտրել է։ Դա քիչ ձայն չէ։ 700,000 մարդ ընտրել է այն պարագայում, երբ որ այդ ցուցանիշը ընդհանուր մեծ քանակի մասնակցության պարագայում այդ 700,000-ը չի եղել 50%-ից ավելի։ Եվ իրենք էլ են չի ախր հասկանում, իրենք կարող են այդպես ասել։ Կարող են եւ այստեղ ասել եւ դրսերում ասել այդ մասին, բայց իրենք խորքային առումով հասկանում են, որ այդ 700,000 այդպես արդար 700,000 չի։ Բայց ամեն դեպքում Փաշինյանին անհանգստացնում է 500,000-ից ավել ընդդիմադիր անձանց դիրքորոշումը եւ նա ասում է կոնկրետ ընդդիմադիրներ, որոնք որ ձայն են տվել շեմը հաղթահարած ուժերին, այո, բայց ավելին են, այո, բայց նա ասում է ինչպես է հնարավոր, որ փաստորեն Հայաստանում կան ուժեր, որոնք պատերազմ են ուզում, որովհետև այդ ուժերը պատերազմ էին ուզում, ամեն դեպքում այդ ուժերն էլ պատերազմ չեն ուզել եւ այդ մարդիկ էլ ովքեր ընտրել են պատերազմի համար կամ Արցախի հարցը բացելու համար միգուցե չեն ձայն տվել, որովհետև օրակարգում այդ հարցը դրված չէր ընդդիմադիր ուժերի, բայց սա ինչ է նշանակում, նա լիդերներին եթե կալանավորում է, բայց այդ մարդկանց հետ ինչ պետք է անի։ Մնում է, չէ՞, այդ մարդկանց բողոքը, դժգոհությունը։ Սա վտանգ չէ իր համար։ Վտանգ է, որովհետև ինքը հասկանում է, որ եթե հիմա օրինակ ասենք, մեկուսացրեց Կարապետյանին, Ծառուկյանին, վաղը Քոչարյանին, Չալաբյանին է բանտ նետել, Անդրանիկ Թևանյանը, մյուսը բոլորը այսպես։ Հասկանալի է, չէ՞, որ ախր հետո էլ ուրիշ մարդիկ էլ են առաջ գալու։ Այդպես չի լինում, էլի, ուղղակի եմ որ ասում քոքը կտրել չի լինում։ Այդպեսի բան չի լինում։ Մարդիկ են նորից, լիդերներ են առաջ գալու, այսինքն եթե հարցը լուծված չի, դու չես կարող ուղղակի բան անել, էլի, քողարկել, եթե վերքը դու չես բուժում դեմքի վրա գոյություն ունեցող այդ վերքը դու չես խնամում եւ չես բուժում, պարզապես դու քողարկում ես ինչ-որ ձևով, դա ժամանակի ընթացքում իրեն նորից Երևան է տալիս, այսինքն այսպես էս հարցը չի լուծի։ Խորհրդային ժամանակները հիշենք, ինչպես էին ահաբեկում, ինչպես էին ընդհանրապես ազգայնական գործընթացները կամ ժողովրդավարական գործընթացները մարդու իրավունքների հետ կապված, ինչ մամլի չէր գործում, բայց կային, չէ, այսինքն այդ ամեն ինչը կար, ազատամտությունը կար, համալսարաններում կար, ընդհատակյա կազմակերպություններում կար, այլախոհական շարժում կար, այդ ամեն ինչը կար, եւ իրենք այդ ամեն ինչը շատ լավ հասկանում են, որ այդպես շատ երկար չի տևելու։ Հիմա առաջիկայում այն խնդիրները, որոնք կան սահմանադրության հետ կապված, որ Փաշինյանը հաստատորեն պետք է հանրաքվեի դնի, այս հարցերը ինչպես է լուծելու։ Իրենք կգտնեն դրա ձևը նույնպես, ես արդեն նույնիսկ այդ մասին ակնարկներ էլ արվում են, որ Ուժեղ Հայաստանի ձայները դա էլ է տարբերակ, որ պատգամավորին իրենց կողմից ինքը։ Դա էլ է տարբերակ, որ փորձեն եւ այստեղ իհարկե շատ կարեւոր քննություն կլինի սա ուժեղ Հայաստանի համար նաեւ։ Ձիգ մնալ, պինդ մնալ, տեղերում մնալ, բայց դրանից բացի ուրիշ մեխանիզմ էլ իրենք կարող են աշխատացնել։ Ինչ մեխանիզմ։ Մեխանիզմը հետեւյալն է, որ եթե սահմանադրությունը ժողովրդական հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է падգամավորների 2/3 համաձայնությունը, դա որտեղ է ֆիքսված։ Հանրաքվեի մասին օրենքում է ֆիքսված։ Հանրաքվեի մասին օրենքը սահմանադրական օրենք է, եւ այսօր իրենք արդեն բռնազավթել են մանդատները, ԲՀԿ-ի մանդատները բռնազավթելուց հետո արդեն կարող են իրենք կատարել այդ փոփոխությունները։ Բայց ամբողջ աշխարհը տեսնում է, չէ, որ ակնհայտ այստեղ ճճացող կողապորինություն է տեղի ունեցել։ 49% հավաքում ես ինչ որ պայմաններում, բայց 65 որքան է 3/5, հա, 65 եւ ավելի տոկոս դու պարլամենտում ձայն ես ստանում։ Սա չի լինում, սա այդպիսի բան չի լինում, սա ժողովրդավարություն չէ, սա թղթի վրա ինչ որ գրած։ Եվ ինչու են լռում։ Այդ ամբողջ աշխարհը ինչու է հիմա լռում։ Այո, ամբողջ աշխարհը հիմա լռում է, որովհետեւ բոլորին այս կամ այն չափով ձեռնտու են։
ձեռնտու է այս իշխանությունը։ Այս կամ այն չափով ես ասում եմ, օրինակ Անկարային եւ Բաքվին շատ ձեռնտու է, շատ ձեռնտու է, նրանք ցնծում են պարզապես, որ այսպիսի իշխանություն կա Հայաստանում, որը որ իրենց թելադրածը անում է, նրանց համար նույնիսկ բանի հարց է, այսպես ասած, սկզբունքի հարց է, որ իրենց թելադրածով տեղի ունենա սահմանադրության փոփոխություն, բովանդակությունն էլ նույնիսկ այդքան կարևոր չէ, բայց ասացին դա արվեց։ Այո, իրենք ասացին եւ իրենք անում են, եւ իրենք ինչ ասել են, մինչեւ այժմ իրենք այդ ամեն ինչին հասնում են։ Բայց դրանից բացի նաեւ ունենք այլ գործընկերներ, ես շարունակում եմ դիվանագիտական բառապաշար օգտագործել, որովհետեւ այդպես է պետք, որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ պլան ունի, ինչ-որ մտադրություն ունի։ Մեկի արևմուտքի համար ենթադրենք այդ պլանը, այդ մտադրությունը հնարավորինս հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը թուլացնելն է, թեկուզ եւ ի հաշիվ թուրքական ազդեցության ուժեղացման եւ հետեւապես այն ամեն ինչ որ տեսնում ենք մեր եվրոպական գործընկեր պետությունների եւ կազմակերպությունների կողմից, երբ որ իրենք էլ են, չէ՞, տեսնում իրենց դեսպանություններն էլ են այնտեղ ուղարկում տեղեկանքներ, որ Հայաստանում ինչ խայտառակ իրավիճակ է, բայց իրենք շարունակում են լռել, որովհետեւ իրենց ստրատեգիական բնույթի խնդիր է լուծում այս մարդը։ Բայց արդյոք Ռուսաստանին հանում է այստեղից։ Մենք չենք տեսնում այդպիսի գործողություններ։ Թե կան։ Ամեն դեպքում տեսանք Փաշինյանը գնաց Եկատերինբուրգ, վարչապետին ասում էր Միշուստինին, որ ուզում է խնդիրները լուծվի, հարթվեն, ԵԱՏՄ-ում է պատկերացնում իր տնտեսական գործունեությունը նաև։ Ամեն ինչ այդքան արագ ու շռնդալից չի, որ կատարվում է, որ մենք էլ տեսնենք, ասենք մի օրվա տեսանելիության խնդիր չի ռուսական ազդեցության թուլացումը տեսնելը։ Մի օրվա հարց չի կամ նույնիսկ ամիսների հարց չի, դա երկարատև հարց է, բայց որի էֆեկտները, այսպես ասած, մենք տեսնում ենք։ Մենք տեսնում ենք մասնավորապես Հայաստանի բնակչության շրջանում իրականացվող սոցիոլոգիական հարցումներում ընկալումները արդեն տեսնում ենք եւ չափում ենք։ Եվ պատահական չի, որ այս ընտրությունների ժամանակ պրոարևմտյան արևմուտքին ինտեգրվելու, ավելի ճիշտ ԵՄ-ին ինտեգրվելու թեզը այս իշխանությունների համար կենտրոնական էր, հասկանալի է, որ այդ ինտեգրացիայի թեզը բացառող տարբերակ է։ Չէ, դու չես կարող եւ միտեղ երկու ինտեգրացիոն կառույցներին չես կարող միաժամանակ ինտեգրվել։ Դա հասկանալի է։ Ռուսական տեսանկյունից իրենց գործելակերպին համաձայն իրենք մի քիչ այդպես ավելի դանդաղկոտ են արձագանքում, հետո Կրեմլյան աշտարակի վրայից Հայաստանը բավական այդպես հեռու է երևում եւ մանավանդ հիմա էլ քանի որ իրենց համար մի քիչ այդպես կորցրել է իր առաջնահերթությունը, խնդրի սրությունը կորցրել է այնքան ժամանակ, մինչեւ որ իրենք շատ ավելի սուր կզգան իրենց ներկայության պակասի հարցը այստեղ, շատ ավելի սուր կլինի, շատ ավելի սուր ձևով կբարձրացնեն, այն ժամանակ գուցե ինչ որ։ Հիմա այս պահին իրենց համար էլ է ձեռնտու այդպես դանդաղ նահանջի հանգամանքը, իրենց ազդեցության դանդաղ նահանջի, որովհետև այդքան էլ ռեսուրս չունեն, որ կարողանան միևնույն ժամանակ իրենց բոլոր խնդիրներով, բոլոր ուղղություններով զբաղվեն։ Պես որ քանի դեռ այդպես գավառական շուստրիությամբ այստեղ կա մեկը, որ ինչ որ բաներ է անում, իրենց համար այդպես դեռևս տանելի վիճակ է, ընդունելի վիճակ է, բայց նաև ակնհայտ է, չէ, որ մենք արդեն երկար ժամանակ տեսնում ենք, որ Հայաստան պետություն եւ Ռուսաստան պետություն հարաբերությունները պետության գլուխների մակարդակի հարաբերություններ չեն։ Այստեղ տեսնում ենք Հայաստանի ղեկավարը Ռուսաստանի ղեկավարի հետ չի արդեն որ արդեն Միշուստինի հետ Միշուստինի մակարդակով Ռուսաստանը այո Հայաստանի հետ հարաբերվում է ոչ թե Պուտինի մակարդակով, հավասարի, այլ Միշուստինի մակարդակով է հավասարում, սա արդեն որոշ բաներ իհարկե ցույց է տալիս։ Իսկ տնտեսական խնդիրները արդյոք կառավարելի են կարծում եք։ Ոչ տնտեսական խնդիրներ։ Այն որ առաջացել է Ռուսաստանի հետ կապված, որ փաստորեն չեն կարողանում ապրանքները արտահանել։ Ժամանակը ցույց կտա, համենայն դեպս գնալը եւ որոշ ակնարկներ անելը, որ մենք ԵԱՏՄ շրջանակներից չենք խուսափում, որոշակիորեն այդպես կդանդաղեցնի, կարծում եմ, այսինքն մինչև հիմա մենք չունենք էլ իրավիճակ, որ շատ խիստ ինչ որ այդպես բաներ են կիրառվում, պատժամիջոցներ են կիրառվում, դեռևս Ռուսաստանի արած բոլոր քայլերը
այդ թվում նաև այս վերջին քայլերը մինչ այժմ ավելի շատ այդպես օգնել են Փաշինյանին։ Ես ունեմ այդ տպավորությունը։ Ընտրությունների հարցում Ընտրություններից, այո, ընտրություններից առաջ էլ օրինակ ասենք, չգիտեմ, ընդդիմադիր ուժերի ռուսամետ համարելով որոշ ուժերի ինչ կա ով է այստեղ ռուսամետ ընդհանրապես, հա, ռուսամետ համարելով կամ այդ գյուղատնտեսության հետ կապված ինչ որ այդպես թեթև բաները, ապտակիկները եւ այլն, առայժմ ավելի շատ այդպես օգնում են Փաշինյանին ոնց որ թե։ Կարծում եք թեթև ապտակներ դեռևս կլինեն Ռուսաստանից։ Չեմ կարող ասել տնտեսության ոնց որ տնտեսություն գնահատելու համար մի փոքր այլ ոնց որ մասնագիտություն առաջ չեմ կարող դրա պատասխանը տալ։ Համենայն դեպս տրամաբանությունը Ռուսաստանի դանդաղկոտությունն է։ Կտրուկ բաներ ակնկալելի չեն։ Իսկ Ֆոն դեր Լայնի աջակցությունը, որ նա եկավ այստեղ եւ ասաց, որ ձեր մեջքին ենք, ձեր կողքին ենք, ամեն ինչ կանենք ձեզ համար, նաեւ մաքսատուրքերը 80% փաստորեն հանվեց ապրանքների այն Եվրոպա արտահանելու համար։ Այդ աջակցությունը գերազանցապես դրսևորվում է խոսքային մակարդակով, որպեսզի մեր սրտերը շահեն, որպեսզի մենք այդպես շարունակենք մեր աչքերը այսպես 4 արած, սպասենք մեր բերանները բացած նայենք Եվրոպայի ուղղությամբ, բայց ռեալ ինչ ենք տեսնում, ռեալ տնտեսական գործընկերային հարաբերություններ տեսնում ենք, եկեք մի հատ նույն Ֆոն դեր Լայնի Բաքվի եւ Հայաստանի այցերի բովանդակությունը նայենք, ժամանակաշրջանը նայենք, ֆինանսների չափը նայենք, այնտեղ ինչ ֆինանսների մասին են խոսում, ներդրումների մասին են խոսում, $250 միլիոն ներդրման մասին են խոսում Ադրբեջանի պարագայում, Հայաստանի պարագայում ինչ որ ակնարկներ են դրանից 10-պատիկ ավելի քիչ կամ ասենք 8-պատիկ ավելի քիչ։ Եկեք մի հատ դրանք նայենք ու համեմատենք, էլի, եւ ի վերջո հասկանանք նաեւ Եվրոպական միությունը, եթե այսպես մենք այսօր վաղը սպասում ենք, որ պետք է Եվրոպական միություն մտնենք, Եվրոպական միությունը իր կազմը վերցնում է երկրներին, որոնք առնվազն իր հետ ունեն ցամաքային հաղորդակցություն։ Այսօր դեռ Վրաստանն ու Թուրքիան են շատ հեռու Եվրոպական միության անդամակցությունից, մենք չենք կարող այդպես աչքերներս 4 արած եւ բերաններս բաց սպասենք։ Օրինակ Մարտակոսոց Իրանի ջեմ է սարքում, դա հրապարակում է։ Այո, դա սիմվոլիկա է, բնականաբար սիմվոլիկա է։ Դա նրա համար է, որպեսզի մենք առաջարկում է, որ գնեն հայկական ծիրանը։ Նայենք եւ ուրախանանք։ Դեք ծիրանը հայկական իհարկե մեր ծիրանն է, մեր սիմվոլն է եւ մենք շատ ենք սիրում մեր ծիրանը, մեր պարտությունն է, բայց մեր բարօրության, մեր տնտեսության զարգացման բանալին, էլի եմ ասում տնտեսագետ չլինելով, ես տեսնում եմ այլտեղ, քանի դեռ արդյունաբերության, այդ թվում գիտելիքահենք արդյունաբերության մեջ չկան մեծածավալ ներդրումներ, Հայաստանը դրանով ոչ մեկին հետաքրքիր չի լինի։ Մեզ համար շատ པարզ սխեմաներ են մեզ տալի մտածողության, բայց ծիրան համով նշանակում է, որ վերջ, ասենք եթե մենք տալիս ենք համով ծիրան, այդ նշանակում է, որ Հայաստանը ունեցավ աշխարհաքաղաքական բարձր կշիռ, ոչ միամտություն այդպիսի բաներ կարծել, իսկ կոսի այդ մուրաբան ինքը ուղղակի սիմվոլիկա է, որը որ արվում է, ինչ է, կոսից ինչ է գնում, դուք պատկերացնում եք ինչ է գնացել, իր ընտանիքի համար ջեմ է սարքել ու մի հատ, ասենք 1 րոպեանոց ռիլով կամ մի հատ ֆոտոյով ցույց է տվել, ասենք այդ դա ոչինչ է, այսպես ասած, սիմվոլիկա է, որը որ փափուկ ուժի դրսևորում է, որ արևմուտքի քաղաքական մշակույթի մեջ շատ լավ կա։ Մենք պետք է ուղղակի այդ ամեն ինչը հասկանանք։ Եվ գործողությունների հետ կապված, որովհետև Սամվել Կարապետյանը ասաց, որ պետք է միավորվենք, առաջարկեց միավորվելու մասին, հետո ասեց ծրագիր կա Փաշինյանին հեռացնելու, դուք ինչ եք կարծում, իրատեսական է ընտրություններից անմիջապես հետո այդ գործողությունները փողոցային, թե որոշ ժամանակ պետք է անցնի, առհասարակ սա իրագործելի որոշում է։ Անմիջապես ես չեմ տեսնում հնարավորություն, ընտրություններից հետո անմիջապես փողոց կենեռացնելու հնարավորություն չեմ տեսնում։ Ժամանակ է պետք եւ մարսելու համար եւ այդ փողոցը մենք տեսել ենք էլի այս ամբողջ տարիների ընթացքում այդ ուղղակի ինչ որ մի տրիգերի ազդեցության տակ արդյունավետ չի լինում։ Չի լինում ինչու, որովհետեւ նոր խոսում ենք նրա մասին, որ բոլորին այս կամ այն չափով ձեռնտու է, չէ՞ Փաշինյանը։ Նրա այսօրվա այս շատ ինքնավստահ կեցվածքը
եւ մարդկանց ջարդելու պատրաստակամությունը պայմանավորված է հենց այդ դրսի այս կամ այն չափի աջակցության վրա, քանի դեռ այդ դուրսը այս կամ այն չափ աջակցում է, նա իրավապահ համակարգին, չակերտյալ արդեն իրավապահ համակարգին հրաման կտա ուղղակի ջարդել, սրբել։ Հետևաբար այդպես փողոց միանգամից գեներացնել այսօր չի լինի։ Նշանակում է, որ դրան պետք է շատ պատրաստվել եւ մանրակրկիտ պատրաստվել եւ ունենալ ստրատեգիա այդ ամեն ինչի համար։ Ստրատեգիա ունենալու համար եւ պետք է նաեւ ունենալ առաջարկ։ Այդ առաջարկը գեներացնելու համար այո պետք է մի հատ մեծ ընդդիմադիր պլատֆորմ ձևավորել։ Այդ պլատֆորմի շրջանակներում ձևակերպել հենց այդ առաջարկը, թե մենք այս վիճակում ինչ ենք առաջարկում եւ դրսին եւ ներսին մեզ ժողովրդին եւ նաեւ դրսի գործընկերներին։ Ինչ ենք առաջարկում, որը որ ես չեմ ասում կարող է իդեալական ձևով արտացոլել մեր ազգային պետական շահերը, բայց գոնե համենայն դեպս շատ ավելի քիչ վնասակար մեր ազգային պետական շահերին մենք ինչ կարող ենք առաջարկել։ Ու ես կարծում եմ, որ կարող ենք ինչ-որ մի բան առաջարկել, որ այդ նույն դուրսը նաև ես ցավի սրտին եմ այս ամեն ինչը ասում։ Նաև այստեղ այլընտրանք էլ տեսնի, հա, այսինքն հնարավոր համարի, որ կամ ցանկալի համարի իրենք էլ են տեսնում, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից գնալով մերժվում է։ Իրենք չեն կարող անընդհատ ստավկա անել Նիկոլ Փաշինյանի վրա, բայց որպեսզի ավելի մեր շահերից բխող ինչ-որ բան առաջարկենք, պետք է այդ պլատֆորմը ձևավորել։ Բացի դրանից, դրսերում եւս իշխանություններ են փոխվում։ 10 ամիս հետո Ֆրանսիայում տեղի են ունենալու պրեզիդենտի ընտրություններ։ Պետք է աշխատել, իսկ աշխատելու պարագայում պետք է միասնաբար լինել։ Այլևս ինչ-որ երկբևեռ վիճակ պետք է լինի։ Երկբևեռ վիճակ պետք է լինի եւ ընդդիմությունը պետք է իսկապես կոնսոլիդացվի։ Եվ նաեւ ժողովրդի հետ էլ պետք է աշխատել։ Շատ այս քարոզարշավը շատ լավ առիթ էր հասկանալու նաեւ, որ թեև ընդդիմությունը այս ամբողջ շրջանում բավական մեծ աշխատանք տարել է կոտրելու Փաշինյանի այդ ստեղծած իմիջը, բայց նաև բավարար չի եղել այդ աշխատանքը, որպեսզի մարդիկ իրենց խնդիրներն անգամ հասկանան կամ իրենց խնդիրների դարդին դարման անելու ինչ-որ բաներ լինեն, հա, եւ դրա համար այդ կոնսոլիդացիան անհրաժեշտ է, մեծ ֆորմատը անհրաժեշտ է, ընդդիմադիր լայն ֆորմատ անհրաժեշտ է, հասկանալի է, որ այստեղ խնդիրներ կարող են առաջանալ, ինչքան լայն են, քան ամբիցիաները շատ, բայց ես չեմ կարծում, որ անհնար է այդ ամբիցիաները հաղթահարելու տարբերակներ չգտնվեն։ Հետևաբար խնդիրը սրա մեջ է, նաև քանի որ կարծում եմ, որ այդ հարցը մանդատ վերցնել չվերցնելու հետ է կապված։ Եթե մանդատները պետք է վերցնեն եւ գալչկայի համար գնան խորհրդարան, գորգորալ իրար վրա, հարցեր տալ եւ այլն, ես չեմ կարծում, որ տրամաբանական է։ Եթե մանդատները պետք է վերցնեն, բայց այդ մանդատը որպես ինստիտուցիոնալ մեխանիզմ, գործիք պետքա ծառայեցվի դրսերում, Եվրոպաներում, չգիտեմ, Ռուսաստաններում դռներ բաց անելու համար, որովհետեւ իմ եւ ձեր առաջ այդ դուռը չեն բացի, բայց ազգային ժողովի падգամավորի առաջ այդ դուռը կբացեն։ Եվ նաեւ տարբեր այլ տեղեր Հայաստանի ներսում իրավապահ մարմիններ, չգիտեմ, բանտեր մտնելու համար, ժողովրդի մեջ մտնելու համար այդ մանդատները տալիս են այդ հնարավորությունը նորմալ պլանավորված ինստիտուցիոնալ գործելու։ Եթե այդ տրամաբանությամբ է լինելու ու նաև պարլամենտական ընդդիմությունը իր խնդիրն է լուծելու, արտապարլամենտականը իր խնդիրն է լուծելու իրար հետ միասին, ապա այս պարագայում բնականաբար լրիվ ընդունելի է մանդատի վերցնելը։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ Հայնիկ ջան։ Զրուցում էի Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման անդամ միջազգայնագետ Մենուրա Սողոմոնյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։